Մարտի 22-ն է, Գեղարքունիքի մարտ, Ճամբարակ քաղաքի գլխավոր փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջին օգնության ունեցել քաղաքացիները, ևս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Ճամբարակ բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վարչքի պարեկները, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Ներսի Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, Սևանի քննչական բաժին, որտեղից արդեն դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, մարզային վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։ Տեղում պարեկները պարզել են, որ վթարի հիմնական պատճառը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն է դարձել է վթարի պատճառ։ Նշված Opel-ը պարեկները հայտնաբերել են արդեն դեպքի վայրում, քննիչի հանձնարարականով և Opel-ի վարորդը և նշված ավտոմեքենայի վարորդը ենթարկվելու են սթափության փորձաքննության, պարզելու սթափության աստիճանը։ Այս պահին արդեն քաղաքացիները օգնում են, որպեսզի վերամբարձկռունկի միջոցով ավտոմեքենան դարձի բերվի և տեղափոխվի անվտանգ վայր։